Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Եթե սառցախցիկում մնացել է ընդամենը 1 հավի կրծքամիս եւ պետք է հյուրեր ընդունեք, առաջարկում եմ միասին պատրաստենք 2 շատ համեղ աղցան։ Ինձանից համեղ բաղադրատոմսեր, ձեզանից ընդամենը 1 լայք։ Աղցանները պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 հավի խաշած կրծքամիս, որը կշռում է մոտ 400 գրամ։ Թույլ աղաջրի մեջ միսը եփելուց հետո ձեռքերով կամ 2 պատառաքաղների օգնությամբ միսը բաժանում ենք մանրաթելերի, այնուհետև կիսում ենք։ Մանր խորանարդների կբաժանենք նախապես խաշած 1 մեծ գազար եւ 3 միջին չափի կարտոֆիլ։ Թանկագիններից, եթե առաջին անգամ եք միացել իմ ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ բաղադրատոմսերը։ Կարտոֆիլը եւ գազարը մարանցնելուց հետո կավելացնենք մսի 1 բաժնի վրա։ Այս աղցանի համար մեզ անհրաժեշտ է նաեւ 300 գրամ պահածոյացված կանաչ բոլոր։ Բարեկամներ, պահածոյացված բոլորը նախքան աղցանների մեջ լցնելը պարտադիր լվացեք։ Հաջորդ աղցանի համար կմարանցնենք 250 գրամ մարինացված սունկ եւ 100 գրամ ընկույզ։ Ընկույզը կարող եք նաեւ աղալ, ես սիրում եմ, երբ աղցանների մեջ այն նկատելի է լինում։ Եթե հավի կրծքամիսը, գազարը եւ կարտոֆիլը արդեն իսկ նախապես խաշված են, ապա այս 2 աղցանները պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 5 րոպե։ Ընկույզը այսպես եւս 1 անգամ կմարանցնենք, որպեսզի վստահ լինենք, որ խոշոր կտորներ չեն մնացել եւ մարինացված սնկի հետ միասին կավելացնենք հավի կրծքամսի վրա։ Յուրաքանչյուր աղցանի մեջ պետք է օգտագործենք 200 գրամ մարինացված վարունգ։ Վարունգը քերում ենք քերիչի խոշոր անցքերով, կիսում ենք եւ ավելացնում ենք աղցանների վրա։ Աղցաններին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք համեմ եւ ազատ քեղ։ Որքան աղցանների մեջ կանաչին առատ է լինում, աղցանները ավելի համեղ են ստացվում, դա իմ կարծիքն է։ Կանաչին նույնպես բաժանում ենք 2 մասի եւ ավելացնում ենք աղցանների վրա։ Մեզ մնում է միայն ավելացնենք համեմունքները։ Սնկով աղցանի վրա կավելացնենք մամլիչով ճզմած 2 ատամիկ սխտոր։ Ըստ ճաշակի կավելացնենք սև պղպեղ եւ աղ, չմոռանալով, որ որոշ բաղադրիչներ արդեն իսկ աղ են պարունակում։ Որպեսզի աղցանները ոչ միայն համեղ լինեն, այլ նաեւ օգտակար, յուրաքանչյուր աղցանի վրա ավելացնում ենք մոտ 150 գրամ թթվասեր։ Ցանկության դեպքում կարող եք օգտագործել մայոնեզ կամ համադրել երկուսը միասին։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը իրար հետ ծանոթանան եւ մատուցում ենք։ Վերջում նշեմ, որ աղցանները շատ համեղ են ստացվել եւ ունեն տարբերվող համ։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ ժամանակ խնայող, սակայն անչափ համեղ այսպիսի 2 աղցանների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ, եղեք առողջ եւ օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։